տեսնում է դա վերադարձնել միջազգային օրակարգ, բանակցությունին փոխելու եւ նաեւ այսպիսի ձևակերպում արել, որ համարժեք իրավական դեպքականի արժանանան վարչապետի գործողությունները։ Դժվար է մեկնաբանել այս անիմաստ հայտարարությունները, պետք է ասել հետևյալը, ես ձեզ բոլորիդ ուզում եմ հիշեցնել, որ 2023 թվականի, եթե չեմ սխալվում, օգոստոսներ կամ սեպտեմբերի սկիզբն էր, Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ուղիղ հովանավորության տակ գտնվող ուժերը եւ դաշնակցության Լեռնային Ղարաբաղում իրականացրեցին իշխանափոխություն։ Արայք Հարությունյանը հրաժարական տվեց, իրենց ուժերը ընտրեցին պարոն Շահրամանյանին։ Այդ նույն օրերին, այսօրվա պես ես հիշում եմ, Ազատության հրապարակում անցկացնում էին հանրահավաք, որտեղ լրագրողները, եթե չեմ սխալվում, նույնիսկ Նարեկներ կարող է, բայց վստահ չեմ, կամ Փայլակներ, մոտեցան Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին, հարցրեցին, ինչպես է գնահատում իրադարձությունները Ստեփանակերտում, ասեցին շատ լավ, ուրախ ենք, հույս ունենք, որ նույնը տեղի կունենա Հայաստանում։ Դրանից օրեր անց կամ շաբաթներ անց Լեռնային Ղարաբաղը հայաթափվեց։ Այս մարդկանց եւ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ամբողջ քաղաքական հետագիծը սկսած 1998 թվականից նվիրված է հետեւյալ ֆորմուլային։ Այդ ֆորմուլան կայանում է հետեւյալում. դրոշակ դարձնել Լեռնային Ղարաբաղը, դա օգտագործել Հայաստանում իշխանություն զավթելու համար, իդեպ, երբ որ ասում են իշխանազավթումը կիրառելի է միայն Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի բոլոր տարիներին, որովհետեւ այդ մարդիկ մեկ անգամ իրենց կյանքում ընտրություն հաղթած չկան։ Զավթել իշխանություն, հեսա այդ հարցը կպատասխան։ Զավթել իշխանությունը այդ պատրվակով, կեղեքել, հարստահարել, թալանել Հայաստանի ժողովրդին ու այս է իրենց կյանքը։ Իրանք ուրիշ քաղաքականություն չունեն։ Իրանք թքած ունեն թե Հայաստանի ինքնիշխանության վրա, թե ժողովրդավարության վրա, եթե հարցնեք որտեղից էին պնդումը, որովհետեւ Սերժ Սարգսյանը մի մարդ է, որը 2018 թվականին ասում է Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի, 2025 թվականին ասում է իշխանազավթում է տեղի ունեցել։ Մի հարց էլ տամ, էլի, եթե ինքը ասում է, որ հայ ժողովուրդը սխալվեց, մեծ հաշվով դա էր ասում երևի Սերժ Սարգսյանը, չէ՞ որ մոլորեցին հայ ժողովրդին։ Լավ, ենթադրենք, իսկ տրամաբանությամբ մոլորեցրին։ Հետևաբար ինչու է 2018 թվականին տեղի ունեցած իշխանազավթումը։ Ով է ումից զավթել իշխանությունը, ոնց ինչ մեխանիզմով, տո պատասխաններ։ Ասում եք ընտրություններում հաղթած չկան, բայց պատերազմներում էլ պարտված չկան։ Որ իշխանության ժամանակ են ավելի շատ կորուստներ ունեցել։ Սերժ Սարգսյանի, Քոչարյանի թե ձեր իշխանության ժամանակ։ Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը իմ նկարագրած հետագծի բերումով մեծագույն դերակատարություն եւ մեղք ունեն Լեռնային Ղարաբաղի հայաթափման հարցում եւ դրա վերջին արարը այն էլ ինչ ես նկարագրեցի, երբ որ իրենք Լեռնային Ղարաբաղում իրականացրեցին իշխանափոխություն եւ դրանից շաբաթներ կամ օրեր անց Լեռնային Ղարաբաղը հայաթափվեց։ Եթե դա չլիներ, ձեզ կհաջողվեր Արցախի ժողովրդի իրավունքների եւ անվտանգ ապրելու հարցը Լեռնային Ղարաբաղում միջազգային մեխանիզմներով ապահովել։ Մենք ամեն ինչ անում ենք։ Չէ, բայց ստացվեց։ Դուք հիմա հիպոթետիկ հարց եք տալիս, ես կարծում եմ ստացվեց։ Նրանց տապալելու այդ Այո, ես մեղադրում եմ իրենց տապալելու մեջ դա եւ ես ասում եմ, որ մենք անում էինք ամեն ինչ, որպեսզի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կարողանար անվտանգ ապրել Լեռնային Ղարաբաղում, բայց հետո եղավ այն ինչ եղավ։ Բայց ձեր օրակարգի նշածող իջեցնելուց անցել էր ավելի քան 1 տարի, բայց դուք ոչ մի կերպ չէիք ասում, թե չէիք ամեն դեպքում բացահայտում մեխանիզմները բազմիցս խոսում, բայց թողեք պատասխանեմ ձեր հարցին։ Ես լսում եմ ձեր հարցը եւ ասում եմ մենք բազմիցս ենք խոսել սրա մասին։ Մենք բազմիցս ենք խոսել, որ այն ժամանակ մեր քաղաքականությունը միտված էր նրան, որ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները ուղիղ բանակցեն Ադրբեջանի հետ, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության եւ իրավունքների շուրջ խոսվել է նրա մասին, այդ թվում արտգործնախարարության վերջին պատասխանի մեջ ձեր լրատվամիջոցի, եթե չեմ սխալվում, ի դեպ, որ կային նախաձեռնություններ այդ թվում հանդիպումների 3-րդ երկրներում, խոսվել է նաեւ այն մասին, թե ովքեր նախընտրեցին Եվլախը
օրինակ ինտեգրացիայի օրակարգն էր պարտադրում Բաքուն, ասում էր լուծարեք ամեն ինչ եւ եկեք ինտեգրացիայի դա էր ձեր իսկ ներողություն, իսկ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի կողմից Լեռնային Ղարաբաղում իշխանափոխության իրականացումից հետո այդ լուծարումը տեղի ունեցավ, թե տեղի չունեցավ։ Այդ լուծարման ներողություն, մի վարքան, թողեք ես պետք է ավարտեմ։ Լեռնային Ղարաբաղի լուծարման փաստաթուղթը մենք ենք ստորագրել, թե իրենց պրոտեժեները։ Ես էլ ձեզ պատասխանում եմ այն, ինչ բխում է ձեր հարցից։ Այն օրակարգը, որ դուք անընդհատ ասում եք, որ դուք ապահովել եք։ Հերթով բանավիճեք ինձ հետ, հերթով բանավիճեք ինձ, հերթով ինչու եք, ինչ է։ Դե հիմա կարելի Նիկոլ Փաշինյանը չի հերքում, որ այդ փաստաթղթի քննարկում։ Մարդիկ բան են ստորագրել, ինչ նշանակում ոչինչը։ Պայմանագիրը չէի հարց, այդ հրամանագիր։ Ես հարցնում էի, դուք փոխեցիք Արցախի բանակցությունների ամբողջ տրամաբանությունը, այսինքն ապրիլին 2022-ի, երբ որ ասացիք, որ պետք է իջեցնել նշաձողը եւ խոսել իրավունքներից եւ Իսկ դուք նկատել եք, որ իսկ դուք ներողություն միջազգային լայն կոնսոլիդացիա, բայց ապահովեց այդ կոնսոլիդացիան, ովքեր էին խոստանում այդ կոնսոլիդացիան։ Տեսեք։ Դուք իրավացիորեն նշում եք, որ մենք ասացինք, որ որպեսզի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը եւ իրավունքները ապահովվի, մենք պիտի իջեցնենք նշաձողը մեր տրամաբանության մեջ հասկացած թողեք որ պատասխանեմ եւ մենք իջեցրեցինք ինչպես դուք դա ասում եք եւ այն ժամանակ էլի Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի խմբակը իշխանազավթների նախկին իշխանազավթների եւ Լեռնային Ղարաբաղի գրեթե ամբողջ էլիտան, այսինքն մեծ մասը կուսակցությունների, նախկին նախագահները, այդ պահի նախագահները մեզ ասում էին դավաճաններ, այսինչ եք անում, ոչ մի դեպքում անկախությունից պետք է շարունակենք խոսել Լեռնային Ղարաբաղի անկախության մասին, այնտեղ նաև Եթե չեմ սխալվում, ազգային ժողովն էր Լեռնային Ղարաբաղի հայտարարություն ընդունում, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ 7 շրջանները նույնպես Լեռնային Ղարաբաղի մաս են եւ այսպես շարունակ։ Մի խոսքով ստանդարտ դավաճանք պայականներ, մենք հայրենասեր ենք եւ այլն, ինչպես եք հանդգնում խոսել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների եւ անվտանգության մասին եւ չխոսել անկախության մասին եւ այլն եւ այլն։ Հիմա 2025 թվական, ընդ որում ես ինչ որ ասում եմ իրենց դիրքորոշումը, ըստ էության իրենց դիրքորոշումը հետագայում դարձավ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների էլիտայի դիրքորոշում եւ ընդհանուր մինչեւ 2023 թվականի էթնիկ զտումը իրենք այդ դիրքորոշման շրջանակներում էին եւ մեր այսպես ասած իջեցված նշաձողի տրամաբանությանը դեմ էին եւ մեր քաղաքականությանը դեմ էին իրենք գնացին իրենց քաղաքականության թողեք ավարտեմ արդյունքում հիմա դուք լսել եք մի հատ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ էլիտայի Խոսի օրինակ անկախության մասին։ Իրենք խոսում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների մասին։ Հիմա ներողություն։ Այսինքն, երբ որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը այնտեղ էր եւ մենք առաջարկում էինք խոսել դրա մասին, իրենք մեզ ասում էին դավաճան եւ իրենք նախընտրեցին գնալ այլ ճանապարհով կրկին Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի դրդմամբ հիմա երբ որ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում է իրականացվել նոր եկել են մեր ասածին ուշ ինչպես միշտ իդեպ մի հատ էլ առիթ օգտագործելով մի բան էլ ասեմ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի իշխանազավթ խմբակների կողմից եւ նաեւ Լեռնային Ղարաբաղի նախկին իշխանությունների որոշ շրջանակների կողմից փորձ է արվում ցանկացած քննադատություն, որ իշխանությունը ուղղում է իրենց, երկնում եմ իրենց, այսինքն Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի խմբակներին կամ Լեռնային Ղարաբաղի էլիտայի որոշ ներկայացուցիչներին։ Իրենք փորձում են դա վերագրել որպես խոսույթ ուղղված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ։ Ես ուզում եմ Լեռնային Ղարաբաղի մեր ժողովրդին, որոնք նույնն են ինչ ես, մենք նույն հայն ենք, իրենք մեր քույրերն ու եղբայրներն են, մեր ընտանիքի անդամներն են, ասել, որ կառավարությունը ոչ մի հակաղարաբաղյան սենտիմենտ չունի եւ թող հերու ուղարկեն իրենք այս ավանտյուրիստներին, որոնք փորձում են հակադրություն մտցնել Հայաստանի կառավարության եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի միջեւ։ Հիմա հերթով
հարցի հետ Մի վիճեք, մի թիրախավորեք իրար Պարոն Ռուբինյան, դուք որ ասում եք Հակաղարաբաղյան որևէ բան չկա, բայց դուք Նիկոլ Փաշինյանին չէր ասում ազգային ժողովի ամբիոնից, ասում էր բան միտինգի մատերիալներ, հա, արցախցիների մասին Ինչ է հենց հիմա խեղաթյուրում։ Ինքը ոչ թե ասում էր, որ արցախցիները միտինգի մատերիալ էին, այլ ասում էր Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը ու իրենց խմբակները փորձում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդին դարձնել միտինգի մատերիալ։ Համաձայն եք, դրանք տարբեր բաներ են։ Բայց դա պարոն ձեր ասացի հետ կապված մի հարց տա։ Դուք նկարագրեցիք ամբողջ այդ process-ը, բայց դուք կասեք, օրինակ այդ ընթացքում միջազգային ինչ կոնսոլիդացիա ձեզ հաջողվեց ապահովել այդ օրակարգի շուրջ։ Ովքեր էին օրինակ երաշխավորում, որ արցախցիների իրավունքների եւ անվտանգության շուրջ կլինի կոնսոլիդացիա եւ աջակցություն։ Ջորջ ջան, բայց դուք ինձ ասում եք ինչ եղավ այդ օրակարգը, ես ասում եմ ինչ եղավ այդ օրակարգը։ Սպասեք մի հատ, լսեք էլ։ Այդ օրակարգը ավարտվեց հետեւյալով. Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը իրենց պրոտեժեների հետ միասին Լեռնային Ղարաբաղում իրականացրեցին իշխանափոխություն։ Այդ իշխանափոխությունից սպասեք, հեսա դրան էլ կանադառնա։ Իրականացրեցին իշխանափոխություն, այդ իշխանափոխություններից օրեր անց Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ էթնիկ զտում։ Պարոն Ռուբինյան, Նիկոլ Փաշինյանը ասում է, երբ որ ինքը 2019-ին ստանձնում էր բանակցային այդ հեղափոխությունից հետո ստանձնում էր այդ բանակցային փաթեթը, այդ դրանով արդեն նախանշվում էր Լեռնային Ղարաբաղում պետական կարգի լուծարումը։ Հիմա դուք ասում եք, ես իրեն եմ մեջբերում, հիմա դուք ասում եք ստորագրվեց հրամանագիր, այսինքն ի վերջո երբ է լուծարման ընթացքը երբ նախանշվեց, այսինքն լուծարման ընթացքը համարում էր այն բանակցային փաթեթը, որ ստացել է լուծարման ընթացքը, եթե դուք խոսում եք վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթներից մեկի մասին, վերջերս, այդ տրամաբանությունը ցավոք դրված է եղել Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների ամենասկզբից, որովհետև ամբողջ միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղը ճանաչում էր Ադրբեջանի մաս։ Եթե դուք հարցնում եք ինչով ավարտվեց այդ ամբողջ պատմությունը ավարտվեց, երբ որ Լեռնային Ղարաբաղում իրականացրեցին իշխանափոխություն, դրանից օրեր անց Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ էթնիկ զտում, Սամվել Շահրամանյանն էլ ստորագրեց Լեռնային Ղարաբաղի լուծանման փաստաթուղթը։ Հիմա վերադառնանք ձեր հարցին։ Հիմա այդպիսի բան չի եղել։ Ես էլ ասում եմ լուծարման փաստաթուղթը իրեն ուղարկել չի հերքել։ Իրեն հարց են տվել, ինքը ասելա չեն հերքում։ Ինքը ասել է, որ այո, ինքը ծանոթ է եղել այդ լուծարման փաստաթղթին եւ խմբագրման աշխատանքներ արվել են։ Նիկոլ Փաշինյանը ասել է սխալ եք ասում դուք։ Սխալ եք ասում։ Ես էլ ասում եմ դուք սխալ եք ասում։ Սխալ եք ասում։ Կճշտենք, հետո կնայենք իրար հետ։ Փաստաթղթի մասին, եթե չեմ սխալվում, այդ ժամերին տեղեկացել եմ, բայց Հայաստանի Հանրապետությունը փաստաթղթի կազմման խմբագրմանը որևէ մասնակցություն չի ունեցել։ Պարոն Ռուբինյան, դեպքի հաջողականություն եք հիշել եւ Շահրամանյանին եք ասում լուծարման փաստաթղթն դրանից առաջ Փաշինյանը գնաց Միշելի հետ հանդիպման ասաց Արցախը ճանաչում Ադրբեջանի մաս, ճիշտ է։ Իսկ դա Նիկոլ Փաշինյանն է։ Ախր որ հարցերը տալիս եք գոնե այդ հարցերը ճիշտ ձևակերպեք, որովհետև ես միշտ կարծել եմ, որ լրագրությունը ինքը տենց մոտավորապես գիտություն, հա, բայց մի ընդհատեք ինձ։ Լրագրությունը ինքը տենց մոտավորապես աշխատանք չի, էլի։ Իմ մայրն էլ է լրագրող եղել իդեպ, ես ամենայն հարգանքով եմ դա ասում, դուք նույն թերթում եք աշխատել իդեպ տարբեր տարիներ։ Ինքը մոտարապես բան չի, էլի, նախ Նիկոլ Փաշինյանը Շարլ Միշելին չի գնացել Պրահայում ասի, որ Արցախը Ադրբեջանի կազմում է։ Պրահայում ոչ թե ստորագրվել է, այլ ընդունվել է հայտարարություն, որը հրապարակել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Ըստ այդ հայտարարության Հայաստանը եւ Ադրբեջանը վերահաստատել են, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը 1991 թվականի Ալմատայի հռչակագրի հիման վրա։ Սպասեք։ Լրագրությունը բացի նրանից, որ ինքը մոտավորապես մասնագիտություն չի, նաև լրագրությունը ենթադրում է, որ երբ որ լրագրողը հարց է տալիս, պիտի լսի պատասխանը, եթե էլի հարց ունի, եթե լսի պատասխանը, եթե բավարարված չլինի, տրեյնինգ չէ, բայց ես իմ մտքերն եմ արտահայտում, կարծում եմ իրավունք ունեմ։ Դա ոչ թե գիտելիք է, այլ պարզ երևի գիտակցություն, գուցե ֆայն,
Բայց հա, ինչ է ենթադրում նաև լրագրություն, որ հարց եք տալիս, լսեք միջև վերջ, եթե չի բավարարի ճշտելու բան ունենաք, մի հատ է հարց կտակ, մի հատ է կպատասխանի։ Մեր ընդդիմադիրները, ընդ որում ընդդիմադիրները այս հարցում ոչ միայն երկրի ներսում, այլ դրսում, ասում են, որ 2022 թվականի Պրահայի հայտարարությամբ հնարավորությունից զրկվեց ռուս խաղաղապահ զորախումբը որևէ բան անելու Լեռնային Ղարաբաղում եւ հետեւաբար դրա պատճառով 2023 թվականին ոչինչ չարեց։ Ես ուզում եմ հիշեցնել, որ Պրահայի հայտարարությունը ընդունվել է 2022 թվականի հոկտեմբերին, իսկ Փարուխի, Խծաբերդի եւ այլ դեպքեր, իսկ հիշեցնում եմ ինչ դեպքեր են, երբ որ ադրբեջանական զինված ուժերը օրինակ գրավեցին Խծաբերդ գյուղը, վերցրեցին վերահսկողության տակ, միջև այդ ՊԲ վերահսկողության տակ էր, դրանից հետո ադրբեջանական։ Նույնն էլ Փարուխը, դրանք տեղի էին ունեցել 2022 թվականի հոկտեմբերից առաջ, հետեւաբար ասել, որ ռուս զորախումբը, այո, ինչ որ հայտարարության պատճառով էր, որ չմիջամտեց, փաստագրված է, որ այդպես չէ։ Հաջորդը 2022 թվականի Պրահայի հայտարարությունից հետո, եթե չեմ սխալվում, 2023 թվականի սկզբներին էր, հունվարին կամ 22-ի վերջերին, ընդունվել է այլ եռակողմ հայտարարություն եւս Սոչիում։ Ժամկետը կարող է սխալ ասեմ, բայց նոյեմբեր, 1 ամիս անց, որը ստորագրել են Հայաստանի վարչապետը, Ադրբեջանի նախագահը եւ Ռուսաստանի նախագահը, որում նշվում է, որ կողմերը վերահաստատեցին ռուս խաղաղապահ զորակազմի անհրաժեշտությունը եւ կարեւորությունը։ Հետեւաբար փաստարկը, որ Պրահայի փաստաթղթով հայտարարությամբ որևէ բան էր փոխվել Լեռնային Ղարաբաղի ռուս խաղաղապահների որևէ ֆունկցիայում, հա, հիշում եմ, որևէ ֆունկցիայում, հիշում եմ, որովհետև դուք հարցը տալիս եք Պրահայի հայտարարության մասին, ես ուրիշ տեղ չեմ տանում, դուք հարց տվեցիք, փորձելով ձեր հարցը կապել, հարցով կապել Պրահայի հայտարարությունը էթնիկ զտման հետ, ես էլ ձեզ ասում եմ, թե որն է կապը իրականում։ Այդ դեպքում ապրեն արցախցիները։ Մի վարքան, ես հիմա այս հարցին կպատասխանեմ, հաջորդն էլ ձեր հարցին կպատասխանեմ։ Եվ հետևաբար Պրահայի հայտարարությունը որևէ կերպ որևէ բան չէր փոխել ոչ ռուս խաղաղապահ զորակազմի ֆունկցիաներում, ոչ կարգավիճակում, ոչնչում։ Էլ չեմ ասում, որ նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն ռուս խաղաղապահ զորակազմի գոյությունը եւ ներկայությունը Լեռնային Ղարաբաղում պայմանավորված չէր ոչ Լեռնային Ղարաբաղի այս կամ այն կարգավիճակով, ոչ Հայաստանի եւ Ադրբեջանի այս կամ այն դիրքորոշմամբ այս կամ այն հարցի շուրջ, այլ սևով սպիտակին գրված էր, որ 5 տարով է այնտեղ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը 6 ամիս առաջ չի ասում ոչ։ Նիկոլ Փաշինյանը պետք է արցախից 640 կիլոմետր ճանաչում եմ Ադրբեջանի, ոչ մի բան իրենից չէր ներկայացնում։ Լսում եք դուք ինչ է ասում։ Ես ասում եմ ձեր հարցի համատեքստը հետևյալն է։ Ձեր հարցի համատեքստը ասում է, որ քանի որ ընդ որում ձեր հարցի համատեքստը չի միայն էլի մեր ընդդիմադիր խմբակների եւ նաեւ դրսից նրանց ինչ ասեմ ձայնակցողների հետեւյալ թեզն եք դուք կրկնում, որ Փաշինյանը Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս Պրահայում, հետեւաբար տեղի ունեցավ էթնիկ զտումը։ Այն փաստը, որ ռուս խաղաղապահ զորակազմը այնտեղ էր եւ ոչինչ չարեց չնայած պիտի աներ, ոչ մեկի չի հետաքրում։ Այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղի իշխանություններին հորդորեցին, օրինակ, չգնալ Սոֆիա կամ Բրատիսլավա եւ գնալը Եվլախ, դա ոչ մեկին չի հետաքրվում։ Ներողություն։ Այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղի էլիտան մեզ ասում էր դավաճաններ, այսինչ եք անում, բայց ի վերջո իրենց ներկայացուցիչը ստորագրեց Լեռնային Ղարաբաղի լուծարումը, դա ոչ մեկի չի հետաքրքրում։ Դες օրվա իշխանությանն եք մեղադրում, ձեր ամբողջ քաղաքական։ Ես 10 օրվա իշխանության չեմ մեղադրում, դրա համար ասում եմ Լեռնային Ղարաբաղի քաղաքական էլիտան։ Ռուբինյան, Սերժ Ինչ է դառնում, որ Արցախի իշխանությունները կարողանային հաղթահարել Մոսկվայից եկող ճնշումները եւ կարողանային Եվրոպային բանակցել, որովհետեւ այդ շրջանում մեծ ճնշում է եղել։
Բայց այդ պնդումը որտեղից եք անում։ Ես ոչ հաստատում եմ, ոչ հերքում եմ, բայց եթե Արցախի գործիչներին հայտարարեմ, խնդրում եմ իրենց հարցրեք, թող հրապարակայինորեն հայտարարեն, իմանանք այդ ինչ ճիշտ է։ Ադրբեջանն է վերջին պահին հրաժարվել, տոմսերը առել են, բայց հրաժարվել է Ադրբեջանը։ Հա։ Դե խնդրում եմ այդ թվում Լեռնային Ղարաբաղի հենց այն պաշտոնյաներից հրապարակային հարցրեք, որոնք այդ պահին պաշտոնյա են։ Խնդրում եմ հարցրեք ինձ